Դատարան դիմում են ընկերությունները որպես վերջին քայլ զրպարտության գործով, երբ որ չի ստացվում այդ երկխոսելու հնարավորությունը, այսինքն սուտ եւ կեղծիք տարածողների նկատմամբ վերջին, այսինքն հանգր բանը, որտեղ իր իրավունքները պետք է պաշտպանի, դա ցավոք սրտի այսօր դատարաններն են։ Հիմնականում զրպարտության գործերը վերաբերում են, երբ որ ընկերությունները մեղադրում են կոռուպցիայի, չգիտեմ, թույլտվությունների անօրինական ստացման, բնապահպանական ինչ-որ ստանդարտներ չպահպանելու հետևանքներով, այս հենց այս քննադատությունների արդյունքներով ընկերությունները ստիպված են մտնել դատարաններ, բայց ասում եմ, դա երբ որ սուր քննադատություն է, բայց ներկայացված փաստական տվյալները իրականում կան, այսպես ասած բնության մեջ ինչ-որ ինչի մեջ որ մեղադրվում են, այդ դեպքում իհարկե դատարաններ ընկերությունները չեն դիմում, ընկերությունները դիմում են բացառապես այն դեպքերում, երբ որ այդ փաստական տվյալները որ ներկայացվում են, չեն համապատասխանում իրականությանը եւ սուտ են եւ ակնհայտ կեղծիք են։ Մինչև դատարան դիմելը երկխոսության փուլեր կազմակերպվում են, առաջարկ է արվում հիմնականում հենց այդ փաստական տվյալներ կամ տեղեկատվություններ տարածողների հետ, նստելու, քննելու, հասկանալու ինչումն է հարցը, իսկ եթե իրականում այդ քննադատությունները իրականում կան, ճիշտ են եւ ուղղված են հենց ընկերությունները պատրաստ են լսելու, քննելու, ինչու՞ չէ նաեւ շտկելու այդ բացթողումները, եթե իրականում այդ բացթողումները վերհանվել են հենց քննադատողների կողմից։ Մեր դատական պրակտիկայում հիմնականում հենց այդ փաստական տվյալների ճիշտ կրիտ լինելու հարցը դրվում է պատասխանող կողմի վրա։ Հայցվոր կողմը հիմնականում ներկայացում է, որ դրանք հրապարակային են եղել, վնասել են ընկերության գործարար համբավը եւ ապացուցել, թե ինչով է այդ հենց ներկայացնել դատարաններ ապացույցներ, թե կոնկրետ ինչ ձևով է վնասվել ընկերության համբավը։ Հիմնականում ներկայացում են, թե կոնկրետ օրինակ վստահության կորուստը ընկերության նկատմամբ որոշակի ստանդարտներ չպահպանելու հետևանքով ներդրողներ, որոնք հետաքրքրված են որոշակի ծրագրերում իրենց ներդրումն ունենալ, դրանց հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև չկնքված պայմանագրերը, դրա արդյունքով որոշակի չկնքված պայմանագրերի հետևանքով կրած վնասները եւ առհասարակ հենց այդ ոլորտում հեղինակության անկման վերաբերյալ ապացույցներ։ Հանրությունը իրավունք ունի եւ պետք է ստանա ճիշտ տվյալներ կոնկրետ ծրագրի իրականացման վերաբերյալ։ Ընկերությունները պետք է լինեն թափանցիկ, պետք է ցանկացած պահանջի դեպքում նաեւ ներկայացնել անհրաժեշտ պահանջող տեղեկատվությունը, եթե իհարկե դրանք առևտրային գաղտնիքներ չեն, եւ աշխատել բնակչության հետ կամ քննադատողների հետ այս առումով, այսինքն եթե մոտ կա մտավախություն կամ մտահոգություն կոնկրետ էս ծրագրի շուրջ կոնկրետ էս բնապահպանության հարցում, այո, ես կարող եմ իմ հարցադրումն անել թե պետական մարմիններին, թե ընկերությանը, հասկանալու թե կոնկրետ ինչ ձևով է իրականացվում կոնկրետ այս աշխատանքները եւ այս տեսանկյունից ընկերությունը պետք է աշխատեն եւ բնակչության հետ եւ քննադատողների հետ, բայց եթե խոսքը վերաբերում է այլոց իրավունքների խախտման, օրինակ, եթե մենք հասկանում ենք, որ այդ փաստական տվյալները, որոնք ներկայացվել են, կոնկրետ նպատակ են ունեցել ընկերությանը վարկաբեկել կամ սուտ են կամ կեղծիք են իրենց բնույթով, այս տեսանկյունից երկխոսելու հնարավորություն չկա, այսինքն եթե շարունակական է կրում այդ հենց այդ սուտ եւ կեղծիքի տեղեկատվությունը, դրա հետևանքով վնասվում է ընկերության գործարար համբավը, այսինքն այլոց իրավունքները եւ ընկերությունը ստիպված է իր իրավունքների պաշտպանության տեսանկյունից դիմելու դատարան։ Այսօր բոլոր ընկերությունները բաց են, այսինքն մենք խոսում ենք խոշոր լուրջ ընկերությունների մասին եւ թեպետ միշտ հենց այդ խոշոր եւ լուրջ ընկերություններն են քննադատության ենթարկում, սա նորմալ է, կարող է ընկերությունը քննադատվել ժողովրդավարական երկրներում, սա ինչպես նաեւ մեր երկրում սա ընդունված երևույթ է, կարող է քննադատվի, կարող է ներկայացվել պահանջներ, մասնագիտական կարծիքներ, բայց ասում եմ, սա պետք է լինի ոչ թե ուղղված կոնկրետ ընկերության իրավունքները, այսինքն գործարար համբավը վնասելուն, այլ կոնկրետ իր մտահոգությունները քննադատողը պետք է ներկայացնի եւ ստանա այդ պատասխանները, թե ինչով է պայմանավորված կամ հիմնավորի ինչով է պայմանավորված իր քննադատությունը։ Եթե տեղին են, եթե ճշմարտություն են, եթե դրանք սուտ չեն եւ կեղծիք չեն, այսօր
լուրջ եւ պատասխանատու հանքարդյունակ անող ընկերությունները այդ հարցերում շատ բաց, թափանցիկ են եւ պատրաստ են ինչի նաեւ նստել եւ երկխոսել, հասկանալ ինչումն է այդ քննադատությունները, ինչու նաեւ վերացնել դրա հետևանքները։ Քաղաքական գործիչները իրենց քննադատական խոսքում քաղաքական գնահատական են տալիս։ Եվ դատարաններում այս հարցերում, եթե ներկայացում ես պահանջ, հենց այդ քննադատող քաղաքական գործիչներն նրանք ներկայացնում են, որ դատարանը, որ սա քաղաքական իմ դիրքորոշումն է, իմ գնահատականն է, բայց նորից նշեմ, որ եթե սուտ եւ կեղծիք է պարունակում, այնուամենայնիվ դրա հետևանքն է, որ դատարանները կայացնում են վճիռներ, որով եւ ստիպում են հենց այդ քաղաքական գործիչներին հերքելու, այսինքն բավարարում են հերքման պահանջը, ինչու՞ նաև փոխհատուցելու գործարար համբավին հասցված վնասը։ Մենք ունեցել ենք երկու դեպք, պատգամավորի մասին է խոսքը, իհարկե ես չեմ ասի այսօր, որ պատգամավորի մասին է, բայց այնուամենայնիվ, եթե դա սուտ է, կեղծիք է տարածվել, ինչու՞ չէ նաև քաղաքական գործի կողմից, եւ չի ապացուցում, որ այդ քննադատությունը սուտ իր դիրքորոշումն է կամ իր գնահատականն է, ապա այդ տեսանկյունից դատարանները բավարարում են մեր պահանջները։ Դատական պրակտիկան այս առումով կայացած է, այսօր դատարանները ապացույցների բաշխման հենց այդ փուլում շատ ճիշտ դնում են, որ կողմը ինչ պետք է ապացուցի եւ եթե իհարկե կա տեսնում են, որ սա ազատ խոսքի կամ քննադատության ճնշման գործիք է, որպես այդպեսին կիրառվում ընկերությունների կողմից, այդ հայցադիմները մերժում են։ Բայց եթե տեսնում են, որ իրականում կոնկրետ այս վարքագիծը, քննադատական վարքագիծը դրսևորված է, ուղղված է կոնկրետ վարքաբեկելու գործարար համբավայս ընկերության կամ ինչ-որ հասարակության մեջ բացասական տրամադրություններ առաջացնելուն, այդ դեպքում պատասխանողը կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված շրջանակներում։ Ընկերությունները պետք է լինեն թափանցիկ, պետք է աշխատեն հանրության հետ, պետք է աշխատեն բնակչության հետ եւ ցանկացած տեղեկատվություն պետք է բաց լինի ցանկացած անձի համար։ Դա առևտրային գաղտնիք չէ, սա ընկերությունների մասով, ինչ վերաբերում է այ քննադատողներին, լրագրողներին եւ այլ կազմակերպություններին կամ հասարակական կազմակերպություններին, ապա ոչ մեկ դեմ չէ, որպեսզի քննադատվի, բայց այդ քննադատությունը պետք է լինի վստահելի աղբյուրներից վերցրած տեղեկությունների հիման վրա։ Եթե դա վստահելի կամ փաստարկված ճշմարիտ տեղեկատվություն է, ապա այս դեպքում այո, դա կարող է ներկայացվել հանրության, իսկ եթե դա նորից եմ կրկնում սուտ կեղծիք է, ապա այդ դեպքում ցանկացած անձ պետք է կրի այդ պատասխանատվությունը։